խոչընդոտում է քաղաքացիների հետ շփվել, հատկապես իրան հասանելի լեզվով, հակառակը լրագրողները, ովքեր որ որպես սիզախություն են ունենում, ոչ թե այնտեղ գտնվելու, այլև քաղաքացիների մոտ որ հասկանան քաղաքացիները ինչ կոչ են ուղղում, ինչ ուղերձ են տալիս, փախա վախենալով նույնիսկ ձեռքս մեկնեցի որ բարևեն մարդը այսպես ինչ որ ջղագրգիռ ձևով ձեռքը հետ տարեց, կարծես ես կոպիդով էի, հիվանդ էի։ Սա ակնհայտ լրագրող էր բանը։ Իսկ ներկայացավ թե որ երկրից էր։ Չէ, ուղղակի պրես էր վրան գրած, ասեց no, I am press, բայց հակառակը հենց զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչը ինքը պետք է կանգներ եւ հերթով քաղաքացիներին նկարելու փոխարեն հարցներ ինչի մասին է այս հավաքը, ինչու են քաղաքացիները առավոտ շուտ իրենց քունը խանգարել եւ եկել հավաքվել այստեղ ինչ որ կոչեր են անում անգլերենով եւ հայերենով։ Մինչդեռ մարդը, որը զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ է, պարզապես նկարեց եւ փախած։ Սա խոսում է հենց նույն Եվրոպայի ոչ ժողովրդավարական արժեքների մասին։ Սա այն Եվրոպան չէ, որի մասին մենք պետք է իմանանք եւ որի արժեքները Հայաստանում պիտի տարածվեն։ Այս մարդիկ, որ այստեղ վերևում ներկայացված են, իրենք եւս ժողովրդավարական արժեքներից կիլոմետրերով հեռու են։ Նույն Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Անտոնիո Կոստան, ովքեր նույն Եվրոպայում վարում են երկակի ստանդարտներով քաղաքականություն եւ գազի ու նավթի դիմաց վաճառում են մարդկային բարձր արժեքները, նրանց համար ոչ Արցախի կորուստը որևէ նշանակություն ունի, ոչ էլ հայ ժողովրդի նսեմացված արժանապատվությունը։ Հետևաբար մենք այստեղ հավաքվելով, շատ լավ գիտակցելով, որ մեր կոչերը եւ մեր ուղերձը մնալու են խոթում արկախված, մենք այդ կոչերը հնչեցնում ենք, հերթական անգամ փորձելով դիմակազերծել Հայաստանի օրվա իշխանությանը։ 1 month before the elections, the parliamentary elections that will take place in Armenia. So know this and pass this word to your European community members.